Ներկայացնելով հանցավորության շարժընթացը հիմնական եւ հատկապես հանրությանը անհանգստացնող հանցագործությունների առաջին հերթին կցանկանամ անդրադառնալ սպանության դեպքերին, որովհետեւ վերջին ժամանակահատվածում հատկապես թեման շատ քննարկվում է, շոշափվում է եւ բազմաթիվ հարցեր են օբյեկտիվորեն առաջ գալիս։ Ուզում եմ փաստել առաջին հերթին, որ հանրապետության մակարդակով շարունակում է մեզ մոտ գերակշիռ մնալ կենցաղային բնույթ ունեցող սպանությունները եւ այս դինամիկան ըստ էության պահպանվում է եւ որևէ էական կտրուկ եւ վտանգավոր, այսպես ասեմ, վերափոխումներ չի ունենում։ Ընդ որում, երբ որ խոսում ենք նաեւ ընդհանուր գրանցված դեպքերի մասին, պիտի փաստեմ, որ նաեւ վիճակագրական առումով որևէ էական մեծ թվով շարժ կամ կտրուկ աճի տեմպեր որպես այդպեսին չունենք եւ նաեւ պիտի ընդունենք, որ սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0.2%։ Անդրադառնալով առհասարակ սպանության դեպքերով համաշխարհային ցուցանիշներին, հարգելի գործընկերներ, որպեսզի նաև պատկերացնենք Հայաստանը ինչպիսի դիրքերում է գտնվում այս տեսանկյունից, անդրադառնամ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցներին, որոնք պարբերաբար համապատասխան ինդեքսներով քննարկում են տարբեր երկրներում սպանությունների ընդհանուր պատկերը եւ տալիս են գնահատականներ։ Ինդեքսը հիմնականում կազմում է 100,000 բնակչի հաշվով տեղի ունեցած սպանությունների հաշվարկով եւ պիտի փաստեմ, որ 2021 թվականին ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշը կազմում է 100,000 բնակչի հաշվով 5.8 դեպք։ Ընդ որում այս գնահատումը պարբերական բնույթ կրող գնահատում է եւ 4-ից 5 տարվա կտրվածքով է պարբերաբար ՄԱԿ-ը թարմացնում այս գնահատումները։ Հայաստանը, հարգելի գործընկերներ, շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել, այսինքն երբ որ ասում ենք միջինից ցածր ցուցանիշներ, սա դրական արդյունք է, որովհետև եթե համաշխարհային մակարդակում 100,000 բնակչի հաշվով միջինում 5.8 դեպք է սպանության արձանագրվում, 2021 թվականին Հայաստանի մոտ այս ցուցանիշը եղել է 2, 22 թվականին 1.9, 2023-ին 1.8, 2024-ին 2։ Ակնհայտորեն նկատում եք, որ կրկնակից ավելի, այսպես ասեմ, նվազում ունենք մենք ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշից։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք չենք շարունակում հետևողականորեն այս ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկել, որովհետև երբ որ հատկապես խոսում ենք սպանության դեպքերի մասին, պիտի նկատենք, որ առավելապես հիմնական պատճառները հանդիսանում են կրթական հարցերը, առողջապահական հարցերը, սոցիալական տարբեր հիմնախնդիրները, որոնք որ մեր ուշադրության կենտրոնում են եւ այս տարվա կտրվածքով արդեն իսկ թիրախավորելով բոլոր հիմքերը նախարարության կողմից մշակման փուլում է գտնվում հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը, որը բազմաբաղադրիչ է եւ անդրադառնալու է այս խումբ բոլոր հարցերին։ Մարդու դեմ ուղղված եւ հատկապես բռնությամբ զուգորդված հանցագործությունների մասով եւս այս ռազմավարությունը ունի հստակ անդրադարձ եւ ըստ այդմ մենք նախատեսում ենք տարեվերջին ամփոփել այս ռազմավարությունը եւ հանդես գալ նոր մեթոդաբանությամբ հանցավորության կանխարգելման շրջանակներում։